Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք այս երկու ուղղություններով Հայաստանն աշխարհին առաջարկում է տրանսպորտային այլընտրանք, այլ կերպ ասած խաղաղության խաչմերուկ։ Այս նախագծի մասին խոսվում է դեռ 2023-ից, իսկ օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո արդեն ձեռնարկվում գործնական քայլեր։ Կառուցել եւ վերականգնել ենթակառուցվածքները, հաղորդակցություն ապահովել Հայաստանի եւ հարևան երկրների միջև, ինչպես նաեւ գործարկել նոր այլընտրանքային կարճ ճանապարհներ, մեկը Սևծովի եւ Պարսից ծոցի միջև, մյուսը Կասպից եւ Մարմարա ծովերի միջև։ Գաղափարը սա է, բայց մի կարևոր կետով՝ ամեն ինչ խաղաղ եւ կայուն միջավայրում։ Մենք այստեղ խոսում ենք եւ ֆիզիկական խաչմերուկի, այսինքն հյուսիս-հարավ ճանապարհի եւ արևելք-արևմուտք ճանապարհի մասին, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական տարբեր խաչվող շահերի խաչմերուկի մասին, որտեղ այդ շահերը, ինչպես իրական խաչմերուկում, այնպես էլ աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում չպիտի իրար բախվեն։ Սյունիքում ըստ պատգամավորի արդեն որոշ աշխատանքներ են իրականացվում այս փուլում։ Սյունիքում դիցուր հյուսիս-հարավ հատվածի ագարակ Քաջարյան հատվածում հենց հիմա գնում է շինարարություն եւ այն իրականացնում է իրանական ընկերությունը։ Մինչդեռ այս նախագծի հաջող իրականացումը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պատկերացնում է միայն աշխարհաքաղաքական իրավիճակի կայունացման դեպքում։ Խոսալ ու տոկոսների մասին ասել, որ 10% կա այս զարգացման, չգիտեմ 30% է զարգացում, անհնար է։ Սկզբից պետք է քաղաքական սիտուացիան փոխվի։ Հետո կարող է հնարավոր լինեն խաչմերուկները։ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգի առաջմղումը, զուգահեռաբար զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները։ Հենց այսպես Ղազախստանից հնարավոր դարձավ բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Հայաստան, առաջին անգամ Ադրբեջանի տարածքով։ Ղազախստանը աջակցում է Հայաստանի նախաձեռնությանը լոգիստիկ ոլորտում եւ կարեւորում է հատկապես խաղաղության խաչմերուկ գաղափարը, այն կապելով հյուսիս-հարավ եւ միջին միջանցքի տրանսպորտային ուղիների հետ։ Իսկ թե ինչպես դա կարող է ազդել առևտրի վրա, կարծում եմ ազդեցությունը կլինի դրական, քանի որ Հայաստանի եւ Ղազախստանի միջև կա դեռևս լիարժեք չիրացված ներուժ, արդյունաբերական համագործակցության, համատեղ նախագծերի եւ ներդրումային ծրագրերի տեսանկյունից։ Ղազախստանից, Վրաստանից, Իրանից եւ մի շարք այլ երկրներից տարբեր մասնագետներ օրբելի վերլուծական կենտրոնում էին։ Նրանք մի քանի ժամ քննարկել են խաղաղության խաչմերուկը, վստահեցնելով, որ նախագիծը գալիս է բացելու տնտեսական հնարավորությունների նոր փուլ։